Բարև ընկերներ, այսօր կրկին մի քանի թեմայից ենք խոսելու։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Հորդորում եմ լրատվամիջոցներին, որպեսզի տեղեկատվությունը արտատպելիս մոտենան բարեխղճորեն եւ նշեն, որ Սարիկ Մինասյանի ձայնագրությունը վերցրել եմ իմ էջից։ Ընկերներ, չենք մոռանում, որ մենք չենք հայհոյում։ Պետք է տարբերվենք երկոտանի կենդանիներից, ովքեր իրենց տանը հնչող բառերը օգտագործում են հանրության շրջանում։ Ընկերներ, քանի որ Սարիկ Մինասյանը սիրով մեկնաբանեց հայհոյանքների հետ կապված տեսանյութը, խնդրում եմ նույն Սարիկ Մինասյանին պատասխանել նաև հետևյալ հարցից։ Պարոն Սարիկ, դուք որևէ կապ ունեցել եք Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Եթե այո, արդյոք վերոնշյալ կուսակցությունը երբևէ գումար բաժանել է ձայներ ստանալու համար։ Իսկ դուք երբևէ ընտրակաշարք տվել եք, որպեսզի ընտրողը ընտրի այս անձանց, ում հետևից այդքան հպարտ քայլում եք։ Հույսով եմ այս հարցերին ևս կանդրադառնաք։ Ընկերներ, ցանկանում եմ խոսել ընդդիմադիր դաշտում ծվարած մեկ քաղաքական գործչի մասին ևս։ Խոսքը գնում է Զարթոնք կուսակցության ղեկավար, Փաստաբանական պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանի մասին։ Տեղեկություններ եմ ստանում, որ Փաստաբանական պալատ ընդունվելու համար նախատեսված քննությունների համար սույն անձը դիմորդներից վերցնում է 100,000 դրամ կաշառք, իսկ ով չի տալիս այդ գումարը, ապա կտրվում է։ Հույս ունեմ, որ պատկան մարմինները կստուգեն այս տեղեկատվությունը եւ համապատասխան գործողություններ կիրականացնեն։ Ընկերներ, փոքրիկ անդրադարձել ցանկանում եմ կատարել Արթիկ համայնքի մասին, քանի որ շատ են այդ համայնքից բողոքները եւ դժգոհությունները, ապա չեմ կարող չբարձրաձայնեմ մարդկանց հուզող խնդիրները։ Այսպես, ըստ ստացված տեղեկությունների, Արթիկ համայնքը այն եզակի համայնքներից է, որտեղ կանաչ գոտին վերածվում է շինության։ Իդեպ ստացված տեղեկատվության համաձայն, այդ ամենը կատարվում է փոխքաղաքապետ Արման Աջամողլյանի, այսպես ասած, դաբրոյով։ Ընկերներ, ստացել եմ նաև տեղեկություն, որ սույն փոխքաղաքապետի եղբոր ընկերությունը ևս հակված է նման գործելավոճին։ Մոտ օրերս կրկին հատուկ անդրադարձ կկատարեմ այդ համայնքում տեղի ունեցող ապօրինություններին։ Իսկ հիմա, ինչպես եւ խոստացել էի, Արարատի մարզից եմ խոսելու։ Ընկերներ, ստանում եմ տեղեկություններ, որ Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը ոչ միայն չի ազդվում բոլոր մեղադրանքներից, այլ նաև շարունակում է իր ապօրինի գործողությունները։ Ըստ ստացված տեղեկության, Ասլանը ահռելի գումար է դուրս գրել կոմունալ ծառայության միջոցով։ Նաև տեղեկություն է ստացվել, որ Ասլանը նաև սիրում է սահմանափակման տակ գտնվող ընկերություններից գնումներ կատարել։ Այսպես, Վովշին ընկերության հետ կնքել է շուրջ 40 միլիոն դրամ գումարի պայմանագիր բազմաբնակարան շենքերի կապիտալ վերանորոգման աշխատանքների համար։ Տվյալ ընկերությունը գտնվում է սահմանափակման տակ, այսինքն իր պարտավորությունները չի կատարել կամ սխալներով է կատարել։ Վերոնշյալ ընկերությունը ստեղծվել է 2021 թվականին եւ հրատապ մեկ անձից գնման ընթացքակարգով է հաղթել տվյալ մրցույթը։ Ըստ օդում կախված լուրերի, ընկերությունից շուրջ 5 միլիոն դրամի շահույթ է ստացել Ասլանը։ Պարոն Ասլան, խնդրում եմ մի բան ասեք, չէ՞ որ լռությունը համաձայնության նշան է։ Առաջիկայում ընտրություններ են, ինչ եք անելու, լռելով ձայներ եք խնդրելու, թե ձեր համար միևնույն է, ով կհաղթի ընտրություններում։ Ընկերներ, Արարատի մարզի հետ կապված առաջիկայում ևս սպասեք սկանդալային թողարկում։ Իսկ այսօր այսքանը, կհանդիպենք վաղը, հարգանքներով, ձեր Հայը։